Բարև ձեզ, մենք այսօր էլի դուրս ենք եկել Երևանի փողոցները, որպեսզի ստուգենք որոշ տեղեր, որոշ շենքեր, որոշ հաստատություններ հասկանալու համար ինչքան է մատչելի, ինչքան է հասանելի իրենց մուտքը եւ ինչ հարմարություններ կա մեր համար ստեղծած, որովհետեւ բավականին տեղեր կա արդեն փոխվել են, բայց ահավոր շատ էլ մնացել է, որոնք փոփոխության ենթակա են։ Հիմա նայեք, հրապարակում ենք Մարիոթ հյուրանոցի դիմացը, որտեղ մի ուրիշ կարգի հարմար թեքարտակա։ Թե թեկությունը, թե լայնությունը, թե բոլոր հարմարությունը, նույնիսկ իր մատերիալը չի սղում այն աստիճանի, ոնց որ մնացած տեղեր, որովհետև մշակված բազալտ է։ Այսինքն, եթե անձվել գա, իր վրայով հանգիստ բարձրանաց չի սղա։ Իսկ դա արդեն մեծ առավելություն է։ Հիմա մենք չափենք լայնությունն ու բարձրությունը եւ կտեսնենք ինչքան հարմար է։ Գնացինք։ Այդ չափի Մետր 30 Տեսեք ինչ հանգիստ են բարձրանում, առանց ուշ տալու, առանց ավելորդ ջանքերի։ Թեքվելու համար բավական տեղ ունենք սայլակով, այսինքն տարածքով սահմանափակված չենք։ Նույնը իջնել է։ Գերազանց։ Դուք տեսակ ես Մարիոթ հյուրանոցը ինչ հանգիստ բարձրացա իջա, պարզվեց հյուրանոցը գերազանց վիճակում է, ոչ միայն դերսից, այլ նաև ներսից, որովհետև ներսում իրանք ունեն վերելակներ, որովհետև անձնակազմը ասեց, մենք նախորդ թույլտվություն կվերցնենք, կգնանք կնկարենք, հատուկ այդ ամեն ինչը կետ առ կետ, որպեսզի դուք տեսնեք, վերելակներ ունեն, որոնք բարձրանում են բեմի վրա, այսինքն մարդը եթե բեմը չի կարող բարձրանալ, վերելակով կարող են տեղափոխվել, ու ամեն սենյակներում ունեն տեսողության պրոբլեմ ունեցող մարդկանց համար հատուկ բրայլյան կետիկները, որպեսզի մարդիկ ձեռքերով վպվելով իմանան, որն է դուռը, բացել է, զանգը, ամեն ինչը, ամբողջ հյուրանոցը հարմարեցված է, բոլոր հարմարություններով, իսկ դա շատ հիանալի է։ Շնորհակալ ենք Մարիոթ հյուրանոցի ղեկավարությանը, որ մեզ ընդառաջեցին նկարահանման համար, ու հուսով ենք նման շենքեր ավելի շատ կլինեն, որպեսզի մարդիկ, օրինակ ես մեծ հաճույքով կգամ այս հյուրանոց դրանից հետո, որովհետև գիտեմ ամեն բան հարմարեցած է իմ համար, ամեն բան։ Քանի որ այսօր մեր քաղաքի հարմարությունները այդքան լավը չեն, որպեսզի ես կարողանամ ամենտեղ հասանելի լինեմ, խնդրեցինք երկու ընկերներին, որպես օգնական գան ինձ օգնեն, Արտաշեսն ու Յուրան, ու չափագրումն է մնացած ամեն ինչը, հուսով եմ այսօր ամեն բան եղանակն էլ է մեր կողմից, պարկաստու, լավ կլինի։ Գնանք ստուգենք մնացածը։ Հիմա գտնում ենք հրապարակում ժողովուրդ։ Ճիշտ է, բավականին մեծ փոփոխությունների կարիք ունի հրապարակը, որովհետև մենք քանի տարի է ցույց ենք տալի, քանի հատ կոտրված քարեր կամ ընդհանուր մակերեսնա փչացած փոսեր կան, հուսով եմ մոտ ապագայում դա կլինի, բայց հիմա մենք թեքարտակներով բանով կստուգենք ու դուք կտեսնեք ինչքան բացեր ունի հրապարակը։ Շատ ափսոս, բայց իրականություն է։ Գնացինք։ Տես, տեղից եթե իջնեմ, մի քիչ արագ իջնեմ, գլխի վրա կտնկվեմ։ Բարի բուն իմաստով, որտեղ է։ Տեսեր, ու ամենացածր տեղով եմ ես իջնում։ Կոտրված, արանքը անիվան գավ, գլխի վրա կընկնեմ, ընդ էլ բարձր է, չի կարելի։ Հələ համեմատած, որ իմ անիվը ամենամեծն է Հայաստանում։ Հա, գրենք, որ արհեստական բանականության ուղարկենք։ Tôi được hai bài tôi chưa Հեռախոսի։ Չէ, դքարի հաբար։ Այսինքն Tôi քնի իբադատ, tôi իրադա։ Հա, դա հեսա ցույց կտամ։
Katya iptal Ահա, oldu. կասեմ այդ ամեն։ Մեկ է երկարությունը չափի, Յուրա։ Տեսեք, այս փոքր տեղը նկարեցինք։ Ինքը հենց քաղաքի կենտրոնն է մեր։ Քաղաքի սիրտն է, ժողովուրդ ջան, հələ բարձրությունը նայեք, թեկությունը ու անցքերը։ Սայլակի համար այնքան վտանգավոր է։ Իմ անիվը ամենամեծն է Հայաստանում, որովհետև դրանից մեծ ու դրանից լայն անիվ գոյություն չունի։ Բայց նույնիսկ ես մեծ նեղություն ու դժվարություն եմ ասենք բանանում անցնելով։ Տեն մեկ։ Արակիչ է, իր մոպետով որ անցնում է, նույնիսկ ինքը կամաց է իջնում, որովհետև հասկանում է, այս թեքության վրա հանգած դմպած կարող է միանգամից գլորվի։ Չի կարելի, ասենք թեքը արտակը պետք է 0-ական մակերևույթով բանունի իրար հատվեն։ Իսկ բարձրությունն ու ասենք կոտրվածները դժվար չէ, ասենք քարի գործը ժամանակին արել ենք, որոշ բաներ հասկանում ենք։ Նորմալ գրագետ մասնագետ լինի, մի քանի ժամ ամբողջ անցքերն ու այս ճեղքվածները կփակի, դիմացներ կարելի է հանգիստ հարթացնել ուղարկի։ Հարթացնել բարգարկով վերջ։ Գոնե թեկությունը հարցը լուծենք։ Մնացածը պատկերացրեք երեխան սայլակով բերում են, անցնելու փոխարեն դիմացի անիվը բարձրացնում են, որ գմփոցը չլսվի, երեխան չզարթի։ Դա մտածում եք դա է ճիշտ է։ Չի կարելի։ Գնացինք առաջ։ Մենք այսօր այս ամեն ստուգումները համատեղում ենք, որպեսզի ընդհանուր վիդեո լինի մեր ջեկբոտի համար։ Այսինքն մենք ինչ ենք անում։ Տեղադրելու ենք վիդեոները, մեր ստուգածները ամենը չափանիշներով տեղադրելու ենք AI մեջ։ Ջեկբոտը այդ ամեն ինչը անալիզ անելու ու մեզ տալու է կոնկրետ գնահատական, որտեղ ինչ կա, ինչ հարմարություններ կա, ինչ թեկություններ կա, այսինքն եթե ուզում ես ինչ-որ միտեղ մտնես, ինքը արդեն ավտոմատ վերլուծելու է այդ ամեն ինչը, հարմար է քեզ թե չէ, համապատասխան է նորմաներին թե չէ, կարելի է թե չէ, կարող ես թե չէ, ամեն հարցի պատասխան ունենալ, այսինքն մեր անձնական փորձով ենք ամեն ինչը ստուգում, ժողովուրդ ջան, օդից վերցած թվեր չի լինելու։ Խփել ուղակի հասցեն ես գրելու, անունն ես գրելու, կամ ուղղակի ձայնայինով ասելու ես ուզում եմ գնամ այս ինչ վայր է, քեզ կոնկրետ ասել է, այդ վայրը կարելի ես մտնես թե չէ, այս աստիճանի թեկությունը, լայնությունը, հարմարություն կա, տուալետ կա, տեսողության խնդիր, ամեն հարցով ամեն քննարկում լինելու է։ Այնպես որ հետևեք, կտեսնեք ինչքան լավ ծրագիր են գրել ձեր համար ու վայելեք, օգտվեք ու վայելեք։ Моя красивая. Пасхаиш. Пасхай. Давай, я с мамой тоже. Я раз в год видимся. Это мои родные люди. В основном доступно, но там часто пандус сделан хорошо, но там он начинает проседать, асфальт, и там какая-нибудь дырка. Сам пандус сделан нормально, но асфальт проседает. Был плохого качества, хороший пандус с плохим качеством асфальта. Да? Или вот эти вот небольшие порожки, которые очень маленькие, ты можешь их не заметить. И ты вернешься автоматически. Да, это очень опасно. И вот непонятно, зачем оставлять вот столько. Вот почему нельзя доделать этот полсантиметра? Зачем? Вот какой практический смысл в этих полсантиметра? Вот почему? Тут еще надо уточнить, что в принципе я могу вставать. Поэтому, если что, я могу встать и пройти. В принципе, более-менее доступно. Я люблю гулять, в принципе, конечно, я хочу, чтобы все было. Крутой. Там подъем очень большой. Без помощи просто подняться. Տեսեք ժողովուրդ, ստեի թեկությունը ինչքան վտանգավոր է։ Ես ուղղակի sense քթով պարկում եմ, որ ընկնեմ ներքև։ Մեջքով ստիպած հետ եմ կանգնում, որ կանամ անցնեմ։ Տեսեք։ Մի օքի միջև անցնում է, երկրորդը սպասում է փողոցում։ Նույնը երրորդը։ Մենք շատ հաջող ժամանակ անցանք, երեխաները ուղղակի սպասում են, որովհետև երկու օքով ընդհանրապես չենք կարող անցնել։ Շատ նեղաշան անհարմար է։ Մանանդ հրապարակում այսքան նեղ բան չպիտի լիներ, ժողովուրդ ջան։ Բարձրությունն ու թեկությունը ահավոր է, հա, ու սղում է։ Ես անձևի ժամանակ, հա, ուզեցել եմ բարձրանամ, բուքսավատ անում ահավոր, չի բարձրանում։ Конечно, я хочу доступную среду, я хочу, чтобы асфальт заменили все-таки в тех местах. Именно, что пандус-то сам по себе они хорошие, они сделаны хорошо, но там проседает асфальт и все. Еще одна проблема, потому что когда мы спускаемся или поднимаемся, люди как будто не обращают внимания, что там коляска должна пройти.
Они тоже по такому пандусу поднимаются. И мы остаемся на улице ждать, пока все поднимутся, уже красный свет. Есть такое. Есть Они такое. просто должны привыкнуть, что коляска должна подняться по пандусу, по-другому не подняться. А они оставляют лестницу и по пандусу все. Да. Как будто не хотят ногу поднять там, на лестницу подняться. Будьте бдительны, потому что проходят люди, которые просто ограничены там, вот 50, 80, 1 метр. Вот маленькая часть прохожая, только по этой части можно подняться. А по другим частям просто там лестница. А все как будто вот на один ряд вот так поднимаются, а там пару секунд просто нужно пройти. Это вообще проблема. Տենում ես, գիծը, աստիճանի, այդ քարի գլխից չափի, չէ, այս գլխից չափի, բարձությունը այդքանն է, հա, տենում ես ինչքան անարմար է անցնելու համար, այդքանը չափի ու աստիճանը, որը տենց հասկանանք, էլի, են ծերից պետք չէ այդքան չափել, արո ինչ վարում գրիշնու, 45 պլյուս բարձր ու երկարություն. Լայնությունը չափի՞ր։ Ասա որ էսի սխալ են զատաչ վտարել։ Գիտեմ։ Հա, լայնությունը մեր չափի։ Տեղ տվեք անցնի։ Մետր 50։ Հա։ Քանի որ տեսակ հրապարակը մի կողմում բարձր էին, թե քարտակները սկսում էին մի քանի 10 սանտիմետր բարձրությունից համարյա, նույնը այս կողմում էր։ Գալիս ենք բարձրանալու մեծ խնդիր էր առաջանում, բալգարկայով անցել են, ինչ որ ձևի հարթացրել են, շուտ շնորհակալություն թեկուզ հենց դրա համար, բայց քանի որ ինքը չի ապահովում ճիշտ թեկությունը, այդ բալգարկայով անցնելը մենակ այդ մուտքի պահն է մեզ հարմարացնում, որ գմփալով ուղղակի չի անցնում։ Հիմա ուզում ենք բարձրանանք, դուք տեսակ, շատ փոքր տարածության վրա շատ մեծ է թեկությունը, ու ինքը շատ ուժեղ սղացող բազալտ է։ Ես անձամբ տեսել եմ անձրևի ժամանակ կամ ասենք թեթև խոնավության առավոտը, երբ որ ցողը նստած է, երեխաներին ծնողները բարձրացնելուց մեծ դժվարության բերում։ Այդ ամեն ինչը կարող եմ, քանի որ սղում է, ոտքերն է սղում, ամեն ինչը։ Ու դուք տեսակ լենության պահով ինչքան մեծ խնդրեմ է առաջացնում։ Մեկը միջև անցնում է, երկրորդ, երրորդ արդեն ուղղակի փողոցում կանգնած է մնում, հերթ են տալի իրար։ Իսկ քանի որ ինքնագլորներն ու առաքիչները շատացել են, բոլորը անցնում են այս մի փոքր ճանապարհով։ Եթե փոքրիկ խնդրանք, եթե հնարավոր է, մյուս կողմի նման լայնացնեն։ Եթե հնարավոր է, հաշվի առնելով ստեյի մարդկանց ընթացքը, հոսքը շատ մեծ է։ Նկարեք, տեսեք ինչքան է։ Պատկերացնեք կամաց են հիշում, որպեսզի երեխան ուղղակի չեն կնի։ Շատ մեծ է թեկությունը։ Չի կարելի տենց ուղղակի, ժողովուրդ ջան, չի կարելի։ Քանի որ այսօր զատիկ է ժողովուրդ, իմ հարազատները իմ համար ինչքան համով բան կա, հավաքել բերել են։ Ես սիրում եմ, երբ որ լավ մարդկանցով շրջապատված ենք լինում, մենք քիչ ենք, մենք պիտի համախմբենք, որ շատանանք։ Դրա համար այսօր իմ հարազատներին երբ որ տեսա, ուրախացա այս նվերի համար, այսօր զատիկ է Հայաստանում։ Եթե չգիտեք Քրիստոս հայրավի մեռելոց, օրհնյալ արարությունը Քրիստոսի, մենք բոլորս հավաքվել ենք ստեղ, սրանից հետո գնալու ենք нշենք։ Я хочу поздравить всех жителей Армении, всех гостей Армении, особенно Еревана, с праздником Христового воскресения, с Пасхой, чтобы Христос воскрес в каждом сердце, чтобы Он жил и обновлял нашу жизнь. Желаю всем благословений Божьих, процветания Армении, что это замечательная страна. Мы очень рады, что здесь оказались. Практически все, кто сюда приезжает, они как-то влюбляются в эту страну, и частица Армении всегда живет в их сердцах. Поэтому всех с праздником, всем рады, всех благословляем. Спасибо. Спасибо всем.